Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք Հավաննայի սիգարներ եւ խմեք հայկական կոնյակ։ Ուինսթոն Չերչիլ։ Հայկական կոնյակի որակի եւ անգնահատելի փաստի մասին դեռևս անցյալում իր բարձր գնահատական նետվել Ուինսթոն Չերչիլը, ով ամեն անգամ նամակով խնդրել է ուղարկել հերթական հայկական կոնյակի խմբաքանակը։ Եվ այսօր միջազգային մասնագետների կարծիքով գոյություն ունի կոնյակի երկու տեսակ՝ ֆրանսիական եւ հայկական։ She may be the song that summer sings, maybe the chill that autumn brings, maybe 100 different things. Եվ ահա այսօր հայկական բրենդի կողքին շուկայում իր ուրույն տեղն է զբաղեցնում ֆրանսիական հայտնի Կամյու կոնյակը։ Կամյու ընտանիքի 5-րդ սերնդի ներկայացուցիչ Սիրիլ Կամյուն առաջին անգամ է այցելել Հայաստան եւ զարմացած է հայերի ալկոհոլային խմիչքների նկատմամբ ունեցած հատուկ հետաքրքրասիրությամբ։ Համեցեք Նոյանտուն։ She may be the mirror of my dream, a smile reflected in a stream. She may not be what she may seem inside her shell. Նոյանտունը հանդիսանում է միակ խանութը Երևանում, որտեղ հնարավոր է գտնել ֆրանսիական Կամյու կոնյակի տեսականին։ Camus était dans les années Կամյու կոնյակը դեռևս հայտնի է 60-80-ական թվականներից, որոշ խնդիրների պատճառով այն 10 տարով բացակայեց շուկայից, սակայն այսօր շարունակում է աշխատել։ Արդեն 2 տարի է ինչ Կամյու վաճառվում է Հայաստանում, իշնորհի Նոյանտան, որը միակ մասնագիտացված խանութն է, որտեղ կարելի է գտնել բարձրակարգ խմիչքներ։ Դեռևս 1863 թվականին խաղողագոր Ժան Բապտիստ Կամյուն կոնյակ էր պատրաստում եւ կազմակերպություններին վաճառում։ Նա որոշեց կոնյակին տալ Կամյու անունը եւ աշխարհին հայտնել բարձրակարգ խմիչքի մասին։ Սիրիլն արդեն 5-րդ սերնդի ներկայացուցիչն է, ով շարունակում է զարգացնել ընտանեկան գործը եւ ինչպես ինքն է նշում, սա միակ կոնյակն է, որում արկա է ընտանիքի ամբողջ սերն ու կիրքը։ La croissance pour notre maison ici est très rapide. Կամյուն շատ երկար ընտանեկան պատմություն ունի։ Մենք մինչև հիմա անկախ ենք մնացել եւ այն ամբողջովին պատկանում է մեր ընտանիքին։ Ես Կամյուի 5-րդ սերնդի ներկայացուցիչն եմ։ Յուրաքանչյուր սերունդ փորձում է պահպանել ավանդույթները եւ գտնել նոր մեթոդներ, որոնք էլ ավելի կզարգացնեն ընտանեկան գործը։ Հայաստանում շատ կան բարձրակարգ կոնյակներ, բայց Կամյուն միակն է, որ առայժմ մնում է որպես ընտանեկան խմիչք։ Մենք ընտանիքի ամբողջ սերն ու կիրքը ներդնում ենք կոնյակի մեջ եւ արդյունքում ստացվում է բարձրակարգ խմիչք։ Խոսելով հայկական կոնյակի մասին, ֆրանսիացի կոնյակագործը նշեց, որ բազմիցս առիթներ է ունեցել ճաշակելու հայկականը եւ այն գնահատել է որպես բարձրակարգ խմիչք։ Et mon père dit toujours qu'en fait, Ես ինքս գտնում եմ, որ հայկական կոնյակը շատ բարձրաճաշակ խմիչք է, իհարկե այն մեկ այլ ոճի է եւ ֆրանսիական կոնյակի հետ համեմատել չի կարելի։ Այն խմիչք է, որը երկար տարիների չարչարանք է պահանջվում։ Կոնյակ սարքելուց հեշտ բան չկա։ Պարզապես անհրաժեշտ է, որ հայրդ ու պապդ կոնյակագործ լինեն։ Մեծ հպարտությամբ հիշում է պապիկի խոսքերը եւ ավելացնում, որ ինքն այն երջանիկներից է, ում շատ հեշտությամբ է տրվել այս ընտանեկան բիզնեսը եւ վստահ է, որ այն դեռ երկար կշարունակեն Կամյուի սերունդները։ Անի Բաղդասարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։